ինչպես գիտեք, ես երբեմն դիմում եմ այս ավտոլայվերի ձևաչափին, հրատապ դեպքերում, արագ արձագանքելու անհրաժեշտության դեպքում եւ կարծում եմ հիմա այդ պահն է, որպեսզի մենք արագ արձագանքենք այսօրվա տեղեկատվական, քարոզչական այն ծածկադմփոցին, որ իրականացվում է Մասիվի թաղապետարանի գործով, երեք այդ գործը ամբողջությամբ թիվ 1 թոփ թեմաներ ողջ համացանցում, օրվա երկրորդ կեսին հիշեցնեմ, որ երեք տեղի ունեցավ հայտարարակ ոհմակային հարձակում, ուրեմն ոհմակային հարձակում Մասիվի թաղապետարանում Արթուր Չախոյանի, հանրային գործիչ Արթուր Չախոյանի նկատմամբ, որը գտնվում էր այնտեղ մասնակցելու հանրային քննարկմանը, ինչ-որ հարցով եւ հրահրվեց նրա նկատմամբ ոհմակային հարձակում, որին անձամբ մասնակցեց Մասիվի թաղապետը Տիգրան անունով, ազգանունը չեմ հիշում, եւ ուղիղ եթերով մարդուն ծեծում էին մի քանի հոգով, հետո էլ դրա անունը դրեցին բասատ տղամարդկային, ես ինչ, ես չգիտեմ թե որ կոդեքսով է նախատեսված, որ 5-6 հոգով մեկին ծեծելը ինչ որ առնչություն ունի տղամարդկային ինչ որ երևույթի հետ, այդ ես չգիտեմ, ճիշտն ասած, իրանց իսկ տարածքում, իրանց իսկ թաղապետարանի շենքում ծեծի ենթարկեցին, ոնց որ թե բավական լուրջ վնասվածքներ ունի, էսպայի հիվանդանոցում է Արթուր Չախոյանը եւ միաժամանակ այդ հանրապետություն կուսակցությունը դրեցին այդպես ինչ որ լիբերալ ֆաշիստական հայտարարություններ արեցին, ձևականի իբրև թե բռնությունը դատապարտելով եսի ինչեր սկսեցին խոսալ, սա անկախության հարց է, սա եսի ինչ է, մարազմ մի խոսքով, դասական լիբերալ ֆաշիզմ, իրենց արածը այսպես դարձնելով այդպես ինչ որ եսի ինչեր գոյություն չունեցող Արտուրին ինչեր ասես չվերագրելով, Դանիել Յոհաննիսյանը սկսեց կեղծ տեղեկություններ տարածել, հետո իր իսկ ֆիպ հարթակը իրան իսկ հերքեց, ասես չկա տես բան, Արթուր Չախոյանը կապված չի, չկա նման փաստ, որ կապված է երկրորդ նախագահի հետ, ինչ-որ սենց ինչ-որ հիվանդանոց էլի մի խոսքով, սենց ինչ-որ բաներ, եւ այսօր արդեն սիրուն տեղեկատվական դաշտը պատրաստել էին, դա նաեւ ուղեկցվեց երեկվա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությամբ, որտեղ հերթապահ խոսքերով դատապարտում էր բռնությունը, բայց նաեւ նամյոկով Արտուրին էր մեղադրում, որ քոչ ենք անում, ատելություն, հրահրող, չեմ անում ինչեր, այդ ամեն ինչը արվեց, տեղեկատվական դաշտը նախապատրաստվեց իրենց բոլոր ռեսուրսներով, այսօր արդեն հայկական ժամանակը սիրուն գրեց, որ քրեական հետապնդում է հարուցվել թե Արթուր Չախոյանի եւ Մովսեսի նկատմամբ, կներես Մովսես ջան ազգանունը չեմ հիշում, այսինքն ընդդիմադիր ավականու անդամ, եւ թե այդ խուլիգանախմբի անդամների, մասնավորապես թաղապետի նկատմամբ։ Ինչն է հարցը։ Ուրեմն նշում են, որ քրեական հետապնդում հարուցվել է Արթուր Չախոյանի նկատմամբ խուլիգանության հոդվածի երկրորդ մասով, դա այդ նույն հոդվածն է, որով Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանն են անցնում, մինչև 5 տարի ժամկետով նախատեսված ազատազրկմամբ, եւ բայց նշված չի նույն հայկական ժամանակի ուրեմն բանում, ինչա, ռեսուրսում, թե ինչ հոդվածով են քրեական հետապնդում հարուց, կներեք զանգ եկա, նշված չի, թե ինչ հոդվածով են քրեական հետապնդում հարուցել նրանց նկատմամբ։ Հիմա մեկ ուրիշ տեղ նշված է, որ հոդվածով են հարուցել, դա 195 հոդվածն է, ֆիզիկական ներգործություն, ամենաթույլ հոդվածը, որ անգամ ազատազրկում պատժատեսակ այդ հոդվածով նախատեսված չի։ Ինչ են անում իրանց բոլոր ռեսուրսներով։ Այս պատմությունը դա չեն կարա, հիմա ուղիղ եթերով մարդուն ծեծելա գազանաբար,
Այս պատմությունը ներկայացնում են որպես անձնական հարց, իբրև թե Արտուրը եւ Մովսեսը իրանց անձը վիրավորել են, որի համար նրանք ինչ-որ վրեժխնդրությունից դրդված ինչ-որ գործողություններ են կատարել։ Այս են իրանք փորձում անեն։ Սա է այս պահի տեղեկատվական դաշտը ըստ նիկոլականների, այսինքն այս քարոզչությունն են վարում։ Ինչի եմ ես կարևորում այս պահին հրատապ սրա մասին խոսելը, որպեսզի հանգարց հատկապես ընդդիմադիր մարդիկ չտրվեն այս նիկոլական, քարոզչական, ծուղակին, նիկոլական, գեբելսյան, քարոզչական ստրատեգիայի։ Սա ծայրից ծայր կեղծ օրակարգը, որ հիմա ներկա այսպես հրամցվում է, որտեղ հիմա երկուսի նկատմամբ էլ հարուցել ենք։ Նախ սկսենք նրանից, որ Արտուրը դասական առումով տուժող է այստեղ։ Քանի հոգով հարձակվել, ծեծել է։ Երկրորդը, այս պատմությունը անձնականի հետ կապ չունի։ Այս պատմությունը անձնական են դարձել են մարդիկ, ովքեր ուզում են թաքցնել իրենց կոռուպցիան։ Ես ձեզ հիշեցնեմ, ժողովուրդ։ Սա ամենակարևորն է, խնդրում եմ ուշադրություն։ Արտուր Չախոյանը, չեմ հիշում մենակ թե Մովսեսի հետ ընդդիմադիր ավականու անդամ։ Նրանք երկար ժամանակ այդ կոռուպցիայի բացահայտման իրենց ծրագրի շրջանակներում գնացել են եւ ցույց են տվել, թե ինչ խայտառակ շինարարություն է գնացել Մասիվի մանկապարտեզներից մեկում։ Դի ցույց են դրել։ Որ տենց ակնհայտ է իրանք էլ են ընդունում, որտեղ խայտառակ շինարարություն է եղել, այն որ ամեն ինչին կրտում ես փլվում է։ Այդ տեսանյութում միակ վիրավորական ենթադրյալ, որ վիրավորական կարող էր համարվել, այն էլ բացառապես իրենց խայտառակ հանրային գործունեության, այսինքն ես իմում վստահաբար կոռուպցիոն պատճառներով տենդերը տալու եւ խայտառակ անելով այս պետական միջոցները վարի տալու, պարզա որ դրա տակ ինչ է, իհարկե այսօր դա չի բացահայտվում։ Այդ ամեն ինչն է դրա հիմքում դրված եղել, միակ արտահայտությունը որ եղել է, քարը թափվել է, ինչ որ մոտարապես այսպեսի ձևակերպում, այս քարը ձեր գլխին գա, ինչ որ սես մի բան։ Եթե չեմ սխալվում, կարող է բարերի մեջ մի քիչ բան անել։ Այսինքն ոչ եղել է սեռական բնույթի հայհոյանք, ոչ առհասարակ հայհոյանք ա եղել։ Մարդիկ հասարակական վերահսկողություն են իրականացրել։ Մարդիկ ցույց են տվել բոլորիս, որ ախպեր կոռուպցիա է, մեր պետական միջոցները տեսեք որտեղ են ծախսվում։ Իրենց են արդարացումները, որ դե մենք այդ շինարարությունը չենք ընդունել, չեն աշխատում։ Ախպեր խիեք էս մարդկանց տվել։ Вообще խիեք տվել էս մարդկանց։ Այս մարդիկ ինչի պետք է այդ տենդերը տանեին։ Ի վիճակի չեն եղել դա անել։ Այդ որ տենց մենք հələ չենք ընդունել եւ այլն։ Եթե այդ ամեն ինչը չանեն, կարող է այսօր ընդունում էիք արդեն։ Вообще կապ չունի, ընդունել եք թե չեք ընդունել։ Անընդհատ պետք է վերահսկողություն լիներ, որ այս վիճակին չհասներ։ Մարդիկ իրականացրել են հանրօգուտ գործունեություն, բոլորիս այսպես ցույց են տվել, թե ինչ խայտառակ կոռուպցիա է տիրում, խայտառակ կոռուպցիա է դա, այլ բան չի, քան կոռուպցիա, պետական միջոցների խայտառակ վատնում, անկախ նրանից նրանք վերջնական ամբողջ միջոցներն են փոխանցել, թե դրանց միայն մի մասն են փոխանցել այդ կազմակերպությանը, որը ուղիղ կապի մեջ է ԿՊԱ-ական շրջանակների հետ, այդ եմ ես հիշում իրենց բանից։ Դա կոռուպցիայի դասական դրսևորում են բացահայտել, ճպցրել սենց, այսպես բացահայտել ու ճպցրել։ Ու որպեսզի այս ամեն ինչը քողարկեն, Մասիվի թաղապետը վիձիցելի վիրավորվել է այդ քարի հետ կապված բանից, զանգել վերջին հայհոյանքները տվել է Արտուր Չախոյանին, ստացել է համարժեք պատասխան եւ մի հատ էլ արել է այս խուլիգանություն ծիրե խոշտանգում ծանրագույն հանցագործություն ու հիմա տենց իր համար ֆրֆռնում է լավ եմ արել վիճակներով։ Էսա ժողովուրդ ջան, իրականությունը։ Չտրվեք այդ անձնական դրդապատճառների հեքիաթին։ Արտուր Չախոյանը եւ Մովսեսը Մանուկյան, Մովսես ջան կներես ազգանունդ, եթե սխալ եմ ասում, եւ Մովսեսը Մանուկյան, ընդդիմադիր ավականու անդամ, այս մարդիկ հանրօգուտ գործ են արել, կոռուպցիա են բացահայտել, ճպացրել եւ որպեսզի այս ամեն ինչը քողարկեն ուրիշ բանի տակ, անձնական վիրավորանք են համարել իրականում որպես այդպեսին չհանդիսացող, այլ կոշտ քննադատություն հանդիսացող, մեր փողերը վարի տալու համար միլիոնավոր դրամներ վարի տալու, չգիտեմ, մի քանի տասնյակ չէ, 100 ոնց որ միլիոնի մասին է խոսքը։
հստակ չասեմ, տենց եմ հիշում, կարող է սխալվում եմ, թիվ հստակ չասեմ։ Ու սա սիրուն սենց քողարկել են մարդու իրավունքների պաշտպանող բանով, միտեղ որևէ մեկը չի գրում, որ այս ամեն ինչի հիմքում կոռուպցիոն բացահայտումն է, կոռուպցիոն բացահայտումն է այս ամեն ինչի հիմքում, անձնական հարցը չի։ Եվ երբ որ այս խայտառակ հանցագործությունը ուղիղ եթերով տեղի ունեցավ, այստեղ այլ որակում լինել չէր կարող, քան կամ խուլիգանությունը, որը ծանր հանցագործություն է, երրորդ մաս, մի խումբ անձանց կողմից, ներողություն, երկրորդ մաս, կամ ծանր հանցագործություն է, կամ էլ առանձնապես ծանր հանցագործությունը խոշտանգում։ Մենք պնդում ենք, որտեղ ուղիղ, շատ ուղիղ քրեական օրենսգրքով նախատեսված խոշտանգման բոլոր տարրերը առկա են, որևէ մեկը մեզ այսպես, չգիտեմ, բանավիճ ենք։ Եկեք հանրային բանավիճ, դե խոշտանգման էլեմենտներին կարդացեք 450 հոդվածը։ Պետական պաշտոնատարանց են, այո, կապված է իրենց գործունեության հետ, միանշանակ կապված է կոռուպցիոն դեպք է բացահայտվել, որն է նպատակը պատժելը իրենց կոռուպցիան բացահայտելու համար։ Պատժելը իրենց կոռուպցիան բացահայտել, թեկուզ մեկ այլ բանի համար պատժել, էական չի, բայց պատժելը։ Սա կոչվում է խոշտանգում, այսօրվա քրեական օրենսգրքով։ Այլ հարց է, որ դա այդպես պետք է լինի, թե չպետք է լինի, երբանից է, երբանից չի, այլ հարց է։ Բայց այսօրվա քրեական օրենսգիրքը բացեք, խոշտանգման հանցակազմը, տեսեք, որ սա է խոշտանգման հանցակազմը։ Ուղղակի բոլորիս մոտ այնպիսի տպավորություն կա, որ խոշտանգումը պետք է անպայման լինի անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ, պագոնավոր մարդկանց կողմից, այդպես չի։ Այո, հիմնականում այդպես է լինում, բայց դա այդպես չի։ Քրեական օրենսգրքի 450 հոդվածը բացեք, կարդացեք եւ ինքներդ դատողություններ արեք, հատկապես իրավաբաններ։ Մեր պատկերացմամբ միակ հարցը, որ այստեղ այդ խուլիգանախմբի նկատմամբ կարող էր լիներ, դա այն էր, թե իրանց արածը խուլիգանությունը ծանրացնող հանգամանքներով, թե խոշտանգումը։ Այնինչ իրանք բռնել են տես ինչ-որ պարիցետ բանանելու համար, նրա նկատմամբ ենք հարուցել, ընդ որում խիստ հոդվածով հարուցել են, Արտուրի նկատմամբ մեղմ հոդվածով հարուցել են, խուլիգանախմբի նկատմամբ սենց ինչ-որ ծածկադմփոցի են տան։ Այս իմ լայվի նպատակը այն է, որպեսզի կրկնեմ այդ նիկոլական ծիրե գեբելսյան քարոզչությանը չտրվեք, իմացեք իրականությունը, հարգելի քաղաքացիներ։ Հարգանքներս Արտուր Չախոյանի նկատմամբ, առողջություն եմ մաղթում, հարգանքներս Մովսես Մանուկյանի նկատմամբ, ընդդիմադիր հավաքանու անդամ, երկուսն էլ մեղադրյալի կարգավիճակ ունեն, բավական խիստ, մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով, իսկ խուլիգանախմբի անդամները մի հոդվածով են որպես մեղադրյալ, որը որ անգամ ազատազրկում պատժատեսակ չի նախատեսում, տու գանք, ֆլան, այսպիսի բաներ։